անհաջողություններ, այս մեր քոլեջը անհաջողություններ հաստատ չի եղնի։ Ուսանողների հիմնական դժվարություններից ամենակարևորն առանձնացնեմ դասապրոցեսի տևողությունն է, որ միշտ մեր ուսանողները դժգոհում են։ Բայց իհարկե դա ունի իր բացատրությունը, որովհետև մոդուլային ուսուցման է մեր մոտ բնականաբար դուք բոլորդ շատ լավ գիտեք, որ մոդուլային ուսուցման պարագայում հնարավոր չէ դասապրոցեսի կրճատում։ Գոյություն ունեն ուսումնական ծրագրով եւ պլանով նախատեսված դասաքանակներ, այսպես ասած, որը բնական է արդեն իսկ ազդում է տևողության վրա եւ դա կրճատել հնարավոր չէ։ Միակ դժվարությունը, որ կառանձնացնեմ ուսանողների համար, դա դասապրոցեսի տևողությունն է, երկարությունն է, այսպես ասած։ Ոչ մի ստրեսի պատճառ չունեմ։ Հիմնական ժամանակի կորուստ է, երբ մեր ուսանողները տարածքում բուֆետ չլինելու պատճառով անցնում են փողոցը խանութից սնունդ գնելու նպատակով։ Դա արդեն իսկ խանգարում է ուսանողներին, որովհետև երբեմն խանութում հեշտագոյացման պատճառով ստիպված են ուշանալ դասից, իսկ դա արդեն իսկ խանգարող հանգամանք է։ Բացի օնլայն հարցազրույցից մենք իրականացրել ենք նաև դեմ առ դեմ հարցումներ, ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների շրջանում։ Հետազոտության և հարցազրույցների արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից ուսանողները առանձնանում են ճկունությամբ և արագ կողմնորոշվելու կարողությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ արձագանքել փոփոխվող պայմաններին։ Միևնույն ժամանակ նկատվում է նաև ուսումնական մոտիվացիայի պակաս և աշխատասիրության նվազագույն մակարդակ։ Ուսանողները հաճախ սահմանափակվում են նվազագույն ջանքերով և լիարժեք չեն օգտագործում իրենց տրամադրված կրթական ռեսուրսները։ Այս հակասական միտումները վկայում են, որ ուսանողը կարող է դառնալ արդյունավետ մասնագետ միայն այն դեպքում, երբ իր ներուժը համադրվի հետևողականության, նպատակասլացության և պատասխանատվության հետ։